Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով հերթական տրանզիտային մատակարարումն է իրականացվել դեպի Հայաստան։ Այս անգամ Հայաստան է ուղարկվել 700 տոննա ցորեն և 133 տոննա ալյումին։ Սա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ալյումինի առաջին մատակարարումն է։ Այս պահի դրությամբ տվյալ երթուղով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26000 տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։ Բացի տրանզիտային մատակարարումներից Ադրբեջանը շարունակում է նաև նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ Մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ռեգուլյար և 2955 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Մոսկվան նոտա է հղել Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, կոչ անելով Կիևից նախապես տարհանել իրենց անձնակազմերը։ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել տարհանմանը, հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևի, այդ թվում որոշումների կայացման կենտրոնների դեմ պատասխան հարվածի անխուսափելիությունը։ Նա նշել է, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահը սպառնալից հայտարարություններ է արել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը մայիսի 9-ի շքերթը կանցկացնի առանց ռազմական տեխնիկայի, քանի որ վախենում է, որ Կարմիր հրապարակի վրայով կարող են անօդաչուներ թռչել։ Միաժամանակ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ 100-ից ավելի ԱԹՍ են արձակել։ Դնեպրոպետրովսկում կա 4 վիրավոր։ Ռժևում բազմաբնակարան շենքերից հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հայտնել է, որ մայիսի 1-ից ռուսական հարվածների հետևանքով երկրում առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել, 500-ը վիրավորվել։ Իր հերթին Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 300 ԱԹՍ խոցելու մասին։ Բրյանսկում 13 մարդ է վիրավորվել, վնասվել է 2 բազմաբնակարան շենք։ Լատվիան իր հերթին հայտնել է, որ մի քանի անօդաչու Ռուսաստանի տարածքից մտել է երկրի օդային տարածք։ Երկուսն ընկել են, այդ թվում մեկը դատարկ նավթային պահեստարանի վրա։ Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի առաջարկը և պակիստանյան կողմին կտեղեկացնի իր կարծիքի մասին, հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կողմերը մոտ են մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը, որը պաշտոնապես վերջ կդնի հակամարտությանը և մեկնարկ կտա բանակցությունների ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացմանը և Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում լավ բանակցություններ են եղել և հնարավոր է շուտով համաձայնություն ձեռք բերվի։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր վերսկսել Իրանի ռմբակոծությունները, եթե Թեհրանը չհամաձայնի ԱՄՆ-ի առաջարկներին։ Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքյանը։ Մակրոնը վերահաստատել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ Նա անդրադարձել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանն ուղղված նեղուցում անվտանգության ապահովմանը։ Այս առաքելության շրջանակում ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը տեղակայվել է Կարմիր ծովում։ Մակրոնը Փեզեշքյանին հորդորել է օգտվել այդ հնարավորությունից։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում երկիրը պատրաստ է լրջորեն հետամուտ լինել դիվանագիտական ուղուն։ Փեզեշքյանը սակայն նշել է, որ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, որը բանակցությունների ընթացքում 2 անգամ հարձակվել է երկրի վրա։ Միևնույն ժամանակ Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպությունը Հորմուզի նեղուցում արգելափակված առևտրային նավերի նավապետներին հայտնել է, որ երկրի նավահանգիստները պատրաստ են տրամադրել ծառայություններ, տեխնիկական աջակցություն, բժշկական և սանիտարական օգնություն։ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջակայքում արգելափակված է շուրջ 1600 նավ, որոնց տախտակամածին գտնվում է 20000 նավաստի։ Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքին ապրիլի 16-ին հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ։ Հարվածի թիրախում են հայտնվել Բեյրութի հարավային արվարձանները, որտեղ տեղակայված է Հզբոլահ շարժումը։ Իսրայելական ռազմանավից 3 հրթիռ է արձակվել բնակելի շենքի վրա։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել են ավիահարվածը, նշելով, որ թիրախավորվել է Հզբոլահի Ռադվան ուժերի հրամանատարը։ Ըստ անվտանգության ուժերի նա ամենայն հավանականությամբ սպանվել է։ Ընդհանուր առմամբ, չնայած հրադադարին, կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Ըստ Լիբանանի իշխանությունների մայիսի 6-ին իսրայելական հարվածներից երկրում 17 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել։ Մարտի 2-ին Իսրայելի և Հզբոլահի միջև հակամարտության սրումից ի վեր Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, շուրջ 8000 մարդ վիրավորվել է։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Լիբանանի հարավի բնակիչներին պարբերաբար տրվող տարհանման հրահանգների կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներն Իսրայելի հարվածներից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։